Այստեղ հնչեց, որ նոր սահմանադրությունը լինելու է մարդակենտրոն։ Իմ կարծիքով մեծ հակասություն կա, սահմանադրությունը չի կարող լինել մարդակենտրոն, քանզի սահմանադրությունը ստեղծվում է պետության համար։ Եթե պետությունը լինի հզոր, արդար եւ կայուն, բոլոր մարդիկ կլինեն երջանիկ եւ յուրաքանչյուր մարդու կամ մարդու աճ եւ ձախ ձեռքի համար պետք չի լինի առանձին իրավունքներ սահմանել։ Ընդհանրապես այս սահմանադրության լեզուն տարօրինակ է։ Օրինակ հիշատակվում է ամուսնությունը իբրև կնոջ եւ տղամարդու միություն։ Կներեք, բայց միշտ մենք ասում էինք այր եւ կին, այդ ինչ արեցինք տղամարդկանց, ուր գցեցինք վերջի էշելոնը։ Հիմա աղջիկների տերերը գնան տղա ուզեն, ինչու ավանդաբար ինչպես հնչում էր տղամարդու եւ կնոջ միություն չի հնչում։ Ինչու է տեղերը փոխված։ Պատահականությունը էլի պրոգրամիստն է սխալվել։ Եկեք տեղը բերենք, էլի այսքան չի կարելի աղավաղել արժե համակարգը, սա արժե համակարգի երևույթ է։ Տղամարդը դարձել է 128-րդ տեղի ինչ-որ պարագա, միասեռականներից հետո, կանանցից հետո, հիվանդներից հետո վաղը կրվալինելով տղամարդկանց եք ուղարկելու։ Այդքան մերժված, այդքան տրորված տղամարդկանց, մի բան էլ կա, ինչու այս տեքստի մեջ չի հնչում հայրենիք, սերնդափոխություն, այո, սեր, արդարություն, ինչու ենք մենք տրոհում մեր ամբողջ հասարակությունը, մեր ազգը տարօրինակ խմբակների, մինչդեռ սահմանադրությունը պետք է միացնի։ Սա սիրո եւ արդարության խոսք է, որը ազգային ժողովը, այսինքն ազգի ընտրյալները հղում է իր ժողովրդին։ Ինչ է արվում։ Ճիշտ հակառակը, փորձ է արվում ժողովուրդը տրոհել եւ վերացնել ժողովրդի միջից այն լավը, այն բարին, այն ավանդականը, ինչը կապում է մեզ։ Ընդհանրապես այս մարդակենտրոն սահմանադրությունը այնքան հակասական բառ է, որ ոնց որ ասես զտված հալալ յուղ, չի լինում, չէ։ Մարդակենտրոն սահմանադրությունն էլ չի կարող լինել, սահմանադրությունը պետք է հռչակի ուժեղ, հզոր հայրենիք, որը արդար է յուրաքանչյուրիս համար, որը սիրով է տոգորված եւ փոխադարձ սեր է ստանում մեզանից։ Մի քիչ գիտեք, միգուցե ռոմանտիկ է հնչում, բայց այդպես պետք է լինի, որովհետեւ սահմանադրությունը ազգի իդեալն է, սահմանադրությունը ազգի ապագայի ուրվագիծն է։ Եվ եթե դա չանենք, մենք կընկնենք անդունդ։ Կներեք, որ նորից կրկնում եմ, բայց թուղթ ու գիր, սա սահմանադրություն չի։